չեն գալիս իշխանություն վեկանենք վայելենք։ Հայրիկ փրկելու խնդիր է։ Ես իշխանության եմ եղել, ես եղել եմ Սիսիանի համայնքի ղեկավար։ Իշխանություն էլի իմիջիներ պետք դառնային դիմություն, կամ դեբիլ չեմ, բայց հայրենիք են կորցրել, ժորդ։ Պատերազմի ժամանակ թուրքերից չեմ փախել, այս անողնաշտարներից չեմ փախնի ու չեմ փախնի։ Որ ինքը պետք է հարձակվեր եկեղեցու վրա, մեր սրբության վրա, 2 օր առաջ Բագրատ Սրբազանին կալանավորեցին։ Եվ մեզ բոլորից դատողած մեզ մասելը բոյ ենք տալու, հիմա էլ են բոյ տալիս, են որ ազգային ժողովում որ ելույթ եմ ունեցել բոյ եմ տվել, ամեն օր ես բոյ եմ տալիս։ Մտածում եք ես միշտ անցնել բայտը, ես դες վստահաբար ասում եմ, այս պայքարը հայրենիքի համար է, արժանապատվության համար է, մեր հողի համար է, բոլորը պատասխան եք տալու, բոլորը պատասխան։ Ռոբերտ Քոչարյանի ես Սարգսյանի մեղադրող քննիչը քննչական խմբի ղեկավարը, որը եւս ստացել էր մխիթար գոչ, հիմա գտնվում է Վարդաշեն քրեակատվական հիմնարկում։ Պայքարել եմ, լինեմ բանկում, լինեմ տնային կալանքում, թե լինեմ փողոցում, իմ պայքարը շարունակելու է։ Ես որպես սյունեցին չի ծնկել, ես որպես սյունեցի չեմ ծնկելու ձեր ապօրինի որոշումների առջև, իմ պայքարը շարունակվելու է եւ ես առաջիկայում մասնակցելու եմ խորհրդարական ընտրություններին, պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչեւ այս բանակցությունների մեկնարկը։ Որտեղ սահմանափակել եք իմ իրավունքը, հարգարժան դատան, այդ սահմանափակել եք իմ ընտրողի կամքը, սահմանափակել եք իմ ընտրողի իրավունքը, որտեղ այն մարդիկ, ովքեր ինձ ընտրել են, այսօր սահմանափակել եք իրանց հետ շփումներ։ Վստահաբար ասեմ, որ դուք կարող եք զրկել ինձ տեղաշարժվելու իրավունքից, բայց չեք կարող սահմանափակել իմ սկզբունքները եւ տեսակը։ Չեք կարող սահմանափակել այն սյունեցիների կամքը, ովքեր կանգնած են իմ թիկունքում։ Իմ հանցանքը Ժորժան մեջն է, որ ես արժանապատիվ հայ եմ, սյունեցի եմ, ներկայացնում եմ մի մարդ, որը երբեք չի հանձնվել եւ չի լռել։